Նոյեմբերի 20-ից 30-ը պաստառների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից, մեկ հատը սկսած ընդամենը 690 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Ինչու եւ ինչով է կարևոր այս օրակարգը։ Այդ նույն լեգիտիմության պատճառով։ Մեզ չի լքում այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օտարություն են զգում Հայաստանի Հանրապետությունում հաստատված իրավակարգի նկատմամբ։ Օրենքները, կարգավորումները, իրավակարգը մեզանում հաճախ ընկալվում են որպես անհարմարություն եւ խոչընդոտ, որպես օտարոտի եւ անհարազատ մի բան, քան թե կենսական անհրաժեշտություն։ Ինչ խոսք սրանում դեր կարող են ունենալ եւ ունեն կարգավորումների, օրենքների, երբեմն վատ որակը, բայց խոսքը այս պահին դրա մասին չէ, այլ այն օտարության, որով մեզանում հաճախ վերաբերվում են իրավակարգին եւ պետական կարգին։ Այս թեմայի սոցիալ հոգեբանական եւ պատմական շերտերին անդրադարձել եմ իրական Հայաստանի գաղափարախոսությանը վերաբերվող իմ բանախոսություններում եւ եզրակացությունս այն է, որ մեր պատմական ընկալումը եւ փորձը այն մասին է, որ օրենքը, իրավակարգը ուրիշների կողմից մեզ պարտադրված ապրելու կանոններ են եւ իրոք այդպես եղել է մեր պատմության վերջին 500 տարվա մեծ մասում, երբ մեր ապրելու կանոնները որոշել են օտար պետությունները, որտեղ մենք եղել ենք հպատակի եւ ոչ թե իրավատեր քաղաքացու կարգավիճակում։ Իրավակարգի, այսպիսով նաեւ պետության նկատմամբ օտարության, դրանցից կտրվածության քաղաքացիների այս զգացողությունը մեր պետության ներքին անվտանգությանը, նրա հարատևության օրակարգին սպառնացող լրջագույն եւ մեզանում էականորեն թերագնահատված, նույնիսկ չնկատված վտանգ է։ Թվում է, թե այդ զգացողությունը պետք է հաղթահարված լիներ մեր անկախ պետության ձևավորման հետ, բայց փաստը մնում է փաստ, որ այն ամենևին հաղթահարված չէ, եւ պետական մարմինների աշխատողներին թերևս սա տեսանելի է ամենօրյա աշխատանքում։ Որն է ուրեմն 34 տարվա անկախությունից հետո այս երևույթի գոյության պատճառը։ Միանշանակ եւ աներկբա պատճառն այն է, որ 1995 թվականին եւ դրանից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ունեցել զգացողություն, որ սահմանադրությամբ երկրում հաստատված իրավակարգը բխում է իրենից, իր կամքից, որ ինքն է այդ իրավակարգի աղբյուրը, որովհետև 1995 թվականի եւ հետագա սահմանադրական հանրաքվեների արդյունքների կասկածելի լինելու զգացողությունն ու համոզմունքը էականորեն ավելի ուժեղ են եղել, քան հանրային վստահությունը սահմանադրական հանրաքվեի պաշտոնական արդյունքների նկատմամբ։ Եվ ստացվել է, որ ապրելու կանոնները քաղաքացու համար կրկին որոշել են ուրիշները եւ ոչ թե ինքը քաղաքացին։ Սահմանադրությունը հարգելի ներկաներ, քաղաքացիների պայմանավորվածությունն է իրենց ապրելու կանոնների։ Քաղաքացի, քաղաքացի պետություն հարաբերությունների կանոնների մասին։ Եվ այդ կանոնները արդյունավետ կերպով կաշխատեն, եթե դրանք իրոք լինեն եւ դառնան քաղաքացիների պայմանավորվածությունը։ Իսկ դա հնարավոր է միայն եթե այդ կանոնները իրոք ընդունվեն, հաստատվեն ժողովրդի, այսինքն սահմանադիրի իրապես ազատ կամ արտահայտմամբ։ Այս է պատճառը, որ օրգանիկ սահմանադրական process-ը, որի արդյունքը կդառնա ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ նոր սահմանադրության ընդունումը, չափազանց կարևոր է մեր պետության հարատևության եւ անվտանգության օրակարգի տեսակետից։ Սա կարևոր է պետության եւ քաղաքացու միջև էմոցիոնալ կապը ուժեղացնելու, իրավակարգի եւ քաղաքացու միջև էմոցիոնալ կապ ստեղծելու համար։ Իսկ այսօր այդ կապը կամ թույլ է, կամ չկա, միայն ու միայն այն պատճառով, որ քաղաքացին չի զգում հաստատված իրավակարգի
օրգանական առնչությունը իր հետ։ Քաղաքացին չի զգում, որ իրավակարգը բխում է իրենից, ինքն է որպես սահմանադիր այդ իրավակարգին ծնունդ տվողը։ Քննադատները կասեն, որ քաղաքացիների մեծամասնությունը այսպես թե այնպես չեն կարդում սահմանադրության նախագիծը կամ խորամուխ չեն լինում նրա բովանդակության մեջ, բայց թույլ տվեք նկատել, որ սահմանադրական հանրաքվեի իրապես ժողովրդավարական գործընթացը, որտեղ պայքար է գնալու ամեն քաղաքացու աջակցության համար։ Ամեն ձայնի համար մղվող իրական քարոզարշավը քաղաքացիներին առավելագույն տեղեկատվություն և իմացություն է հաղորդելու սահմանադրության նախագծի, նրա նրբությունների ու առանձնահատկությունների մասին։ Քաղաքացու և իրավակարգի օրգանական և էմոցիոնալ կապը ապահովելու համար պարտադիր չէ, որ քաղաքացին փորձագետի մակարդակով տիրապետի սահմանադրական գործընթացի և բովանդակության բոլոր նրբություններին։ Մարդը փորձագետի մակարդակով չի տիրապետում իր երեխայի ծնունդին հանգեցնող բոլոր կենսաբանական նրբություններին, բայց չկա ավելի ուժեղ էմոցիոնալ կապ և պատասխանատվության զգացում, քան ծնողի էմոցիոնալ կապը և պատասխանատվության զգացումն է սեփական երեխայի նկատմամբ։ Մեր քաղաքական խնդիրը պետության և նրա հիմնադրի, իրավակարգի և նրա լեգիտիմ աղբյուրի, այսինքն ժողովրդի միջև նույնպիսի էմոցիոնալ կապ ստեղծելն է, պատասխանատվության նույնպիսի զգացողություն հաստատելը և դա հնարավոր է անել միայն ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ նոր սահմանադրություն ընդունելու միջոցով։ Ինչու նոր սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որովհետև սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական և պետական վարդապետություն և ինչպես նոր կտակարանում է ասվում, նոր գինին նոր տիկերի մեջ։ Այս նոր վարդապետությունը քաղաքացուն ասում է. «Սիրիր քո պետությունը ինչպես ինքդ քեզ», բայց կարգախոսը այդպես էլ կարգախոս կմնա առանց իրավակարգի և քաղաքացու միջև օրգանական կապի ձևավորման, պայմանականորեն ասած առանց կենսաբանաքաղաքական գործընթացի, որը կստեղծի այդ կապը։ Սա է նոր սահմանադրության ընդունման գործընթացի առանցքային նպատակներից մեկը։ Նոր սահմանադրությունը պետք է լուծի նաև մեկ այլ, թույլ տվեք ասել, ինժեներական խնդիր, պայմանականորեն։ Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աերոդինամիկա, էլի պայմանական, և աերոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ և միասնական չլինի, թե ինչ ենք մենք ուզում ունենալ արդյունքում, ավտոմեքենա, ինքնաթիռ, թե տիեզերանավ։ Հենց սրա համար է կարևոր, որ նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքը ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ, իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում։ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, պետական մարմինների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Պետությունը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումն է, մեծագույն և անգերազանցելի արժեքը։ Պետությունը, նրա շահն ու հարատևությունը մեզանում պետք է դառնան բարձրագույն գիտակցություն, ազգային գաղափարախոսություն։ Մեր պետությունը մեր ինքնությունն է, մեր ինքնությունը մեր պետությունն է, և սա կարգախոս չէ միայն, այլ մեր ժողովրդի պատմության և
ծագումնաբանության առանցքային ըմբռնում։ Պետությունը այո, ինքնին նպատակ է, բարձրագույն նպատակ, բայց ցանկացած նպատակ ինքը նաև միջոց է ավելի բարձր մի նպատակի հասնելու համար։ Այս նպատակի ընտրությունն էլ իդեպ նույնպես քաղաքական խնդիր է, քաղաքական ընտրության հարց եւ այսօրվա մեր ընտրությունը հստակ է։ Հայաստանի Հանրապետությունը միջոց է իր միջազգայինորեն ճանաչված տարածքում իր քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը կամ մեկ բառով այդ ամենը ասած երջանկությունը ապահովելու համար։ Մենք պետք է գերկենտրոնացած լինենք այս երեք հասկացությունների վրա՝ պետություն, ինքնություն, երջանկություն։ Այս երեք հասկացությունները միևնույն ժամանակ եւ նպատակ են եւ միջոց, որոնք աշխատում են գալարաձև կամ պարուրաձև տրամաբանությամբ։ Պետությունը բարձրագույն նպատակ է եւ միջոց մեր ինքնության պահպանման ու զարգացման համար։ Մեր պետությունն ու ինքնությունը նպատակ են եւ միևնույն ժամանակ միջոց մեր ազատությունը, բարեկեցությունն ու անվտանգությունը կամ մեկ բառով ասած երջանկությունը ապահովելու համար։ Մեր պետության եւ ինքնության վրա հիմնված երջանկությունը գերնպատակ է եւ միևնույն ժամանակ միջոց մեր մեկ այլ նպատակի՝ մեր ինքնությունը պահպանելու եւ զարգացնելու, մեր պետության զարգացումն ու հարատևությունը ապահովելու, մեր պետության շահը առավել արդյունավետ սպասարկելու համար։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, պետության, ինքնության, ազատության, քաղաքացիական հարաբերությունների, տեսական հիմունքների մասին քննարկումները մեզանում սովորական երևույթ չեն, եւ այսօր նաեւ սա եմ ուզում արձանագրել, որպես պետական մակարդակով լուծման ենթակա խնդիր։ Պետության, նրա տեսական եւ գաղափարական հիմունքների մասին խոսակցությունը պետք է շարունակական լինի հանրային, քաղաքական, պետական կյանքում, որովհետեւ առանց դրա հնարավոր չէ մրցունակ լինել անընդհատ եւ արագընթաց փոխվող աշխարհում։ Բայց տեսությունների քննարկումը մտավարժանք չէ միայն, այլ մեր բոլոր պրակտիկ որոշումների կայացման ուղենիշ։ Իսկ այդպիսին դառնալու համար տեսությունները պետք է քննարկվեն, պետք է մեկնաբանվեն, ընկալվեն եւ պարզաբանվեն, դառնան իրագործման ենթակա կոնկրետ նախագծեր եւ ծրագրեր, ամենօրյա կյանքի գործելակարգեր, որպեսզի մենք այսօր կարողանանք լինել ապագայի եւ ոչ թե անցյալի մեջ։ Մարդը բարձրագույն արժեք է, պետությունը պետք է ծառայի մարդուն։ Սա աքսիոմատիկ կարգախոս է, որը մեզանում հնչել է եւ հնչում է հազարավոր անգամներ։ Այս թեզը կամ կարգախոսը քննարկման առարկա չէ նույնիսկ եւ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել այդ թեզը։